Հանգուցյալներին, երբ որ գնում են կոչվում է հուղարկավորություն ու չգիտեմ ինչի համար կոչել են նաև հոգեհանգիստ, որ Աստվածաշնչում չենք տեսնում նման բան։ Մարդիկ մտածում են երևի արդեն որ մահացավ, հանգստացավ, հա կան մարդիկ ովքեր որ ուղղակի հիվանդ էին, ցավերի մեջ էին, մահանում են, փոխաբերական իմաստով ասում են հանգստացավ, բայց դա այն հանգիստը չի։ Մենք չգիտենք որն է դա։ Իրականում հանգիստը, հոգևոր հանգիստը դա նա է, երբ որ մարդը այստեղ աչքերը փակում է ու բացում է երկնքում։ Տիրոջ հետ։ Թե չէ հետո մեռնում են, նույնիսկ որ գալիս են հետո աղոթելու, հանգուցյալի անունն էլ չեն իմանում, ասում են անունը ինչ է, ասում են էս անունը, սկսում են ասել, որ ինքը երկինք գնաց։ Դա ամենամեծ սուտն է ու ամենավտանգավոր սուտն է, սիրելիներ։ Ես նկատել եմ, ահա որ է դա։ Դուք գիտեք ինչ մոլորություն է դա։ Դա մարդկանց գցում է հանգիստ վիճակի մեջ, տարօրինակ հանգիստ վիճակի մեջ, դե որ կգան վերջում կաղոթեն, երկինք կգնամ, կտեղափոխվեմ, ընդ դժոխքից կտեղափոխվեմ։ Սիրելիներ, ստեղ է սկսում ամեն ինչ։ Ստեղ սխալ որոշում կայացրեցիր, սխալ տեղ ես գնալու։ Ճիշտ որոշում կայացրեցիր, ճշմարիտ ավելի ճիշտ։ Աստվածային որոշումը կայացրեցիր, գնալու ես երկինք։ Ու դա իրականություն է։ Ուզես թե չուզես։ Մի օր մի քահանայի հետ էի խոսում, լավ զրույց ունեցանք, իրան ասեցի, որ դա սխալ է, դա սարսափելի է։ Ասում է, դե ինչ ասեմ, տեքստ է, պիտի ասեմ, վաղն էլ մարդ կա, պետք է գնամ թաղեմ, հիմա գնամ սուտ խոսեմ։ Ասի դե Աստված հետդ։ Աստված քեզ իմաստություն տա։ Չի լի այդ տեքստը չասես, որ տրախտ գնաց անպայման։ Չի էլ ճանաչում։ Անուն ինչ է, հա, այս ինչ է, հա գնաս երկինք։ Խաչն է ճանապարհը դեպի երկինք, սիրելիներ։ Եթե խաչյալին ընդունել է այս կյանքում, խաչով ճանապարհ կա դեպի երկինք։ Եթե ոչ, ապա ոչ։